Առաջինը ես ուզում եմ անդրադառնալ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության յուղերի համար Բաղանիս, Բերքաբերք, Իրանց եւ Ոսկեպար, որտեղ 16 միլիոնի փոխարեն մենք ֆինանսավորել ենք 21 միլիոն դրամի չափով, եթե հաշվառումը նախորդ 1 տարվա ընթացքում եղել է հենց այդ գյուղերում, որպեսզի այնպես չստացվի, որ նորեկները ավելի մեծ առավելություն ունենան, քան այդտեղ ապրող մեր հայրենակիցները եւ ծրագրի շրջանակներում ըստ էության կարելի ասել այսօրվա դրությամբ տվյալները 1 շաբաթվա հնության են հաստատվել է 2299 շահառուի հայտ, որից 2232-ը արդեն վարկավորվել է, ինչը նշանակում է, որ այդ ընտանիքները սկսել են շինարարական աշխատանքները։ Խոսքը նորից եմ կրկնում 2232 տան մասին է եւ հենց սրա պատճառով եմ ասում, որ ինքը շատ մասշտաբային ծրագիր է եւ ըստ էության այս հատվածներում մեր երկրի, երբ որ պարզապես ճամփորդում ես, հնարավոր չի չտեսնել այն ծավալը շինարարության եւ ըստ էության մեր քաղաքացիների բնակարանային հարցերի լուծման, որտեվ շահառուները հիմնականում այն քաղաքացիներն են, իհարկե կան նաեւ այլ տիպի քաղաքացիներ, որոնք կարիք ունեն այդ տների, որոնք ապրում են մեծ ընտանիքներում, որոնք ուզում են առանձնանալ կամ իրենց տնային պայմանները բարելավել։ Այս պահի դրությամբ 163 ընտանիք արդեն ունի ավարտական ակտ, այսինքն ըստ էության տունը հանձնվել է շահագործման։ Եվ որպեսզի պարզ լինի նաև աշխարհագրական բաշխվածությունը, ես ուզում եմ շեշտել, որ Գեղարքունիքում ունենք 108 շահառու, Արարատի մարզում 145, Սյունիքում 225, Վայոց ձորում 306 եւ իհարկե մեր չեմպիոն մարզը Տավուշն է 1515 տնով։ Նաև ուզում եմ տեղեկացնել, որ հենց այս պահին, թեև ծրագիրը այս պահին ավարտված է, այսինքն նոր հայտեր չեն ընդունվում, բայց մենք հենց հիմա քննարկում ենք մեր գործընկերների հետ, կառավարության մյուս գերատեսչությունների հետ այն վերսկսելու հնարավորությունը, որտեվ այն էլի, քանի որ ըստ է մեծ ազդեցություն է թողնում եւ փաստացի մի քանի հարցելուծում եւ սահմանամերձ մեր բնակավայրերի ուժեղացման, հզորացման, քանի որ այնտեղ կառուցապատում է տեղում եւ բնակիչները նաեւ նոր տներում են ապրելու եւ տնտեսական իմաստով կապիտալ շինարարությունը նաեւ մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենում, ինչպես նաեւ մենք փորձելու ենք ծրագիրը կապել նաեւ մեր մյուս առաջնահերթությունների հետ, այն գյուղերում, որտեղ ունենք նոր կառուցվող դպրոցներ, մանկապարտեզներ, որպեսզի խթանենք նաեւ գյուղերի բնակչության աճը, ամենայն հավանականությամբ ծրագիրը կվերսկսվի, բայց մանրամասները թե ինչ պարամետրերով մենք հայտարարենք մոտ ապագայում, որպեսզի հիմա այնպիսի պարամետրեր չհայտարարեն, որոնք հնարավոր է չլինեն, բայց նախնական կարող եմ ասել, որ մենք ունենք մոտ 500 քաղաքացի, որոնք արդեն պոտենցիալ շահառու են եւ մենք հավանաբար ընդառաջ կգնանք այդ քաղաքացիներին եւ իրենց արդեն եղաշին թույլտվությունները եւ հողի ձեռքբերումները հաշվի կառնենք, ինչպես նաեւ կդիտարկենք գերհագեցած գյուղերում չշարունակելու հնարավորություն եւ թերհագեցած գյուղերում շարունակելու հնարավորությունը, որտեվ անհամաչափ է եղել են գյուղեր, որտեղ իրենց սկզբնական բնակֆոնդի օրինակ 10%-ն է կառուցվել նոր, այսինքն դա 1000 տան տուն ունեցող գյուղի համար եւս 100 տուն է եւ եղել է հակառակը, որ շատ քիչ տոկոսն է կառուցել, որտեղ նաեւ մի քիչ համաչափություն ապահովելու տեսանկյունից կփորձենք դա էլ հաշվի առնել։ Մյուս խոշոր ծրագիրը, որ էլի կարծում ենք, որ մի քանի հարցելուց է, դա կենսաթոշակային կամ նպաստային քարտերի միջոցով ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ եղանակով վճարումներից հետ վճարի տրամադրման ծրագիրն է, որը արդեն հայտարարել ենք, ես ուզում եմ նորից շեշտել դրա մասին։ Այն երկու նպատակ ունի, ինչպես գիտեք, եւ մենք պատահական չէ, որ խոսում ենք հենց այս գործիքով մեր քաղաքացիների նպաստները եւ կենսաթոշակները բարձրացնելու մասին, որովհետեւ այդ կենսաթոշակները եւ ընդհանրապես այս բյուջեն, որ մենք հիմա քննարկում ենք, գոյանում են մեծամասամբ հարկային եկամուտներից, իսկ հարկերը գոյանում են մեր տնտեսվարողների կողմից վճարած հարկերից, դրանք էլ գոյանում են ոչ ստվերային շրջանառությունից, ի տարբերություն ստվերայինի, երբ որ հարկեր չեն վճարվում։ Եվ մենք այս գործիքներով փորձում ենք նաեւ բերել ստվերը սպիտակ դաշտ,
դրանով հարկելով գործարքները եւ ավելացնելով պետական բյուջեի մուտքերը։ Գիտեք նաեւ, որ մեր գործընկերները այստեղ հայտարարել են, որ բացի այս հետ վճարից, որը վերաբերում է շատ կոնկրետ անձանց, նպաստառուներին, բոլոր տեսակի եւ կենսաթոշակառուներին, նաեւ մի համընդհանուր այդ վճարի ծրագիր է սկսվելու 2%-ի չափով, որի իհարկե պատասխանատուն ուղիղ մենք չենք, բայց քանի որ սրա մասին խոսում ենք, դա էլ եմ ուզում հավելել, որը 2% է լինելու, ինչը կարծում եմ կրկին փոքր թիվ չէ, եթե նաև համադրում ենք մեր պլանավորվող 20%-ի հետ, որտեղ այս պայի դրությամբ հետ վճարի չափը կազմում է 12% եւ առավելագույնը 6000 դրամ, եւ մենք արդեն պլանավորել ենք եւ իհարկե բյուջեի այս նախագծում դեռևս նախատեսված չէ ծախսերը, որտեղ մենք առաջինից երկրորդ վերջնական բյուջեի մեջ կունենանք նոր դա բյուջետավորած, մենք պլանավորում ենք բարձրացնել այդ հետ վճարը 20%-ի չափ եւ առավելագույնը 10000 դրամի սահմաններում եւ եթե գումարում ենք նաեւ այն 2%-ը, ըստ էության դառնում է 22%։ Մենք այս պայի դրությամբ ունենք մոտ 350,000 քաղաքացի, որ օգտվում է այս ծրագրից եւ մենք խրախուսում ենք, որ ավելի շատ թվով քաղաքացիներ օգտվեն դրանից եւ մեր պլաններում, մեր կանխատեսումներով մյուս տարվա վերջին այդ քաղաքացիների թիվը կկազմի մոտավորապես 410-420,000 եւ միջին հետ վճարի չափն կլինի մոտավորապես 3-ից 4000 դրամի չափով ավելի, քան այսօր է։ Եվ դրանով նաև այդ հետ վճարով արդեն կենսաթոշակը կմոտենա սպառողական զամբյուղի մոտ 90%-ին, ինչը իհարկե բավարար չէ ամբողջությամբ սպառողական զամբյուղին հասնելու համար, պարզ է որ 10% ավելի ցածր է, սակայն մեծ քայլ է ընդառաջ դրան եւ ես ուզում եմ Սառը օգտագործելով մի բանի մասին է խոսել երեք ֆինանսների նախարարության հայտարարության, որը շահարկվում է այս 1-2 օր է, պարոն Հովհաննիսյանը ասել է, որ եթե կենսաթոշակները բարձրացնենք այնքան, որ ֆիսկալ անկայունություն առաջանա Հայաստանի Հանրապետությունում, մենք բյուջետային, հարկաբյուջետային խնդիրներ ունենանք, ոչ մենք կենսաթոշակառուները վատ կապրեն, այլև բոլորս վատ կապրենք։ Իսկ մանիպուլացվում է հակառակ կերպ, որ եթե կենսաթոշակները բարձրացնենք, ապա կենսաթոշակառուները վատ կապրեն։ Ամենևին դրա մասին չի եղել խոսքը, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այլ նրա մասին է, որ մեր ֆիսկալ հնարավորությունները թույլ են տալիս բարձրացնել այսքան եւ այս եղանակով, որը կարծում ենք այս պայի դրությամբ ավելին հնարավոր չէ մեկ եւ երկրորդը սա նաեւ գործիք է, որը կրկնում եմ խթանելու է հավելյալ հարկերի հավաքագրումը։ Ես ինչքան ժամանակ ունեմ, հարգելի գործընկերներ, խոսելու նախնական 10 րոպեն անցել է, բայց երևի երկու բառ ասեմ ու ավարտեմ ու երկու ծրագրել կարճ անդրադառնամ ու փորձեմ պատասխանել հարցերին։ Մյուս ծրագիրը, որի մասին արդեն շեշտվեց, դա բնակարանային ապահովման ծրագիրն է մեր հայրենակիցների համար, որոնք տեղահանվել են Ղարաբաղից։ Այս ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 միլիարդ դրամի շրջանակներում։ Եվ չեմ սիրում այդ աննախադեպ բառը, որ հաճախ օգտագործվում է, իմ գործընկերներն են հաճախ օգտագործում, բայց սա իրոք ծավալի իմաստով երբևէ չի եղել այս չափի պետական ծրագիր, փորձեցի խուսափել աննախադեպ բառից։ Մենք նաև ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր հայրենակիցների հետ, փորձելու լուծել են խնդիրները, որոնք ծագում են ծրագրին դիմելու շրջանակներում, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ օգտվեն այս ծրագրից եւ ուզում եմ ներկայացնել էլի այսօրվա վիճակագրությունը մի քանի օրվա ծրագրի շրջանակներում արդեն ստացել են հավաստագիր 3202 ընտանիք եւ 12826 անձ, այսինքն ընտանիքներ եւ ֆիզիկական անձանց թիվն էլ գիտենք, եւ որոնցից 1198-ը կամ 1200-ը եւ 5242-ը արդեն իրացրել են իրենց հավաստագրերը եւ բնակվում են իրենց սեփական տներում։ Իհարկե մենք նաև մոնիտորինգի ենք ենթարկում ամենօրյա ռեժիմով եւ վերլուծում ենք թե
Ինչպես կարող ենք ծրագիրը առավել բարելավել եւ օրինակ հենց այսօր կառավարության նիստում որոշ փոփոխություններ արել ենք, թեև նախարարության կայքով հրապարակել ենք, բայց կուզեմ նաև այս ֆորմատով ներկայացնել, որ ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող, մինչև այդ մենք այդպես խնդիր ունենք, որ չեն կարողանում օգտվել ընտանիքի մյուս անդամներին, շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 10-ին դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում հայտարարություն լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում հնարավորություն կունենալ ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք, որտեղ նման խնդիրներ են ունենում, եւ սա նաեւ շատ կարեւոր է այն համատեքստում, որ հաճախ էլի մեզ մեղադրում են, որ մենք չենք լսում մեր հայրենակիցների կողմից բարձրացած խնդիրները, ինչը հակառակն է ամբողջության, որտեղ այս ինչ որ ես հիմա կարդում եմ, հենց իրենց այդ քննարկումներ, իրենց այդ հանդիպումների ժամանակ բարձրացված խնդիրների լուծում է եւ հետեւաբար այս արգելքն է դուրս կգա եւ ավելի շատ քաղաքացիներ եւ ընտանիքներ կկարողանան ստանալ հավաստագրեր, ինչպես նաեւ միջգերատեսչական հանձնաժողովին դիմաց ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը կսահմանվի 1, նախկինում սահմանված 2-ի փոխարեն, եթե խոսքը վերաբերում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանում ընկած ժամանակահատվածին։ Վիճակագրությունը արդեն ներկայացրեցի, փաստորեն նույնիսկ հետաքրքիր բան է, այսինքն այս տեղեկանքն այսօր եմ ստացել, արդեն թիվը ավելացել է մոտ 40 ընտանիքով, այսինքն 27-ի դրությամբ եւ 30-ի դրությամբ, այս էլ շատ լավ տենդենց է, արդեն ունենք 3240 ընտանիք, որից իրացվել է 1210, սա նորից խոսում է ըստ էության կենսունակության ծրագրի եւ մեր հայրենակիցների կողմից լավ ընկալվելու մասին։ Իհարկե կլինեն նաև այլ փոփոխություններ ընթացքում, երբ որ մենք կտեսնենք, որ խնդիրներ կան եւ կլսենք մեր հայրենակիցներին, բայց այս պայդրությամբ ծրագիրը կարող ենք արձանագրել, որ բարեհաջող գնում է։ Մի կարճ անդրադարձել անեմ հաշմանդամության հիմնահարցեր։